Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այս ծրագրի ընթացքում դիտեք։ Ադրբեջանական նոր պահանջներից իշխանությունը չի հուսահատվում, ընդդիմությունը հայ-ադրբեջանական համաձայնությունը որակում է կրկնակապիտուլյացիա։ Ինչ ուզելա տվել են։ Դուք գնացեք ոնց ուզում եք, ես համարում եմ սա էական ձեռքբերում։ Դեռ պատրաստ չեն, ոչ նրանք, ոչ էլ մենք։ Խաղաղությունը կմնա թղթի վրա, թե կդառնա իրականություն, հայաստանցիների կարծիքը։ Եթե խաղաղություն լինի, արդեն լավ կլինի, ժողովրդի համար պատերազմ չի լինի։ Այս ամենը ձևականությունն է, ժողովրդին կոպիտ ասած խաբելու, հույս տալու, որ լավ կլինի, բայց այս ամեն ինչը հաստատ լավի չի բերելու։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չէ, թուրք լրագրողների հետ ծավալուն հարցազրույցում հայտարարել է Փաշինյանը։ Պետք է պատմության եւ իր այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Մարդիկ ՄԱԿ-ից հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ քայլեր են ակնկալում։ Բողոքի ակցիա Երևանյան գրասենյակի առջև։ Դատարանը պետք է որոշի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք կառաջադրվի։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նախօրեին Պուտինին խնդրել է միջանցք բացել շրջապատման մեջ գտնվող ուկրաինացի զինվորների համար։ Ուղիղ 3 տարի բանակցվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Երեկ իմացանք Բաքվից, Երևանը հաստատեց։ Բայց անմիջապես էլ Բաքուն հնչեցրեց փաստաթղթի ստորագրման պայմանը, փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Պահանջեց նաև տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Բանակցությունների մեկնարկին 2022-ին Հայաստանը գաղտնազերծեց Ադրբեջանին արած 6 առաջարկները։ Դրանցից մեկով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցեր դրվում, մյուսով գերիների վերադարձի։ Նույն այդ բանակցությունների ընթացքում Երևանը Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս։ 23 հայ գերի, նրանց թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում են։ Նրանց վերադարձի հարցն էլ հենց իշխանականների խոսքով պայմանագրի մաս չէ։ Այսօր խորհրդարանում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ընդդիմությունը Փաշինյանի իշխանությանը մեղադրեց բանակցություններում Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ, փորձելով ճշտել գեթ 1 զիջում, որը այս տարիների ընթացքում Ադրբեջանն է արել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի ամբողջական համաձայնեցմանը զուգահեռ Հայաստանի արտգործնախարարը այսօր ցավով արձանագրեց. Ադրբեջանը հավելյալ նախապայմաններ է ներկայացնում։ Լավ չի, որ այդպիսի նախապայման է դնում։ Փաստաթղթի տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին երեկ հաղորդեց Բաքուն, ժամեր անց հաստատեց նաև Երևանը, առաջարկելով քննարկել ստորագրման տեղն ու ժամկետը։ Պաշտոնական Բաքուն միանգամից շեշտեց, այդ փուլին հասնելու համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյոք սա փակուղի է, ինչպես է սրան արձագանքելու Երևանը։ Մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանակցությունները, եթե մի քիչ ավելի պարզունակ էլի կրկին ներկայացնենք, պարզա տարբեր շերտեր կամ տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, այս պետք է շարունակենք աշխատել։ Բաքվի պնդմամբ Հայաստանի սահմանադրության նախաբանում հղումը անկախության հռչակագրին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Միրզոյանը այսօր նշեց, Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումից հետո վերջնականապես արձանագրվել է, որ Բաքվի նկատմամբ տարածքային նկրտումներ մայր սահմանադրությունը չի պարունակում։ Սա նշանակում է, որ նախաբանից անկախության հռչակագիրը չի հանվի։ Արտգործնախարարը պնդեց, թե սահմանադրական փոփոխությունների քննարկումներից տեղյակ չէ։ Ադրբեջանի մյուս պահանջը Մինսկի խմբի լուծարումն է։ Սրան Երևանը համաձայն է, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո Կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք
ադրբեջանական կողմից մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը համաձայնեցվեց, երբ Երևանը ընդունեց չհամաձայնեցված երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները։ Դրանցից մեկը վերաբերում է միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելուն, մյուսը սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն։ Եթե վարչապետ Փաշինյանը երեկ նշում էր, թե ԵՄ դիտորդների մասին փաստաթղթում խոսք չկա, նախարար Միրզոյանը այս կետին այսօր անդրադարձավ հենց դիտորդների օրինակով։ Երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, դա նշանակում է, որ խաղաղություն է հաստատված։ Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հա, հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Համաձայնեցված մյուս միջազգային հայցերը հետ կանչելու կետի շուրջ ինչ քննարկումներ են ծավալվել կողմերի միջև հայտնի չէ։ Նախարարը այսօր միայն նշեց, Բաքվի հետ համաձայնել են եղած հայցերը հետ կանչել, իսկ հետագայում էլ միմյանց դեմ հայցեր չներկայացնել այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրումը։ Միրզոյանը ինչպես է վերաբերում փաստին, որ սրան զուգահեռ Բաքուն խոսում է անցած 30 տարիների համար կրած նյութական վնասների փոխհատուցումից։ Իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպետահարում ենք բանակցային գործընթացը եւ խաղաղ կարգավորումը եւ հարաբերությունների հաստատումը, միանշանակ ոչ մեկ չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնասը։ Ու թեև փաստաթղթի համաձայնեցմանը զուգահեռ Երևանն ու Բաքուն շարունակում են խոսել վստահության մթնոլորտի բացակայության, ոչ կառուցողական լինելու մասին, բյուջեի կատարողականի քննարկման համար խորհրդարան եկած արտգործնախարարը շուրջ 5 ժամ ընդդիմադիր падգամավորներին փորձում էր համոզել, որ հենց այդ փաստաթուղթը Հայաստանը դուրս կբերի խորը ճահճից։ Հայաստան խմբակցության падգամավորների եւ արտգործնախարարի հարցուպատասխանը չանցավ առանց մեղադրանքների։ Ընդդիմադիրների գնահատականին, որ Հայաստանը բանակցային գործընթացում բավարարել է Բաքվի բոլոր պահանջները, Միրզոյանը արձագանքում էր պատասխան մեղադրանքներով, թե ընդդիմությունը պատերազմի խոսույթով է հանդես գալիս։ Այդպես ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի իշխանություններն կատարում են այդ պահանջները, ես կարծում եմ գուցե ձեզ որևէ ուժի, անձնապես ձեզ կամ ուժի կամ չգիտեմ երկրի կարճաժամկետ քաղաքական դիվիդենդ է բերում, բայց ես խորապես համոզված եմ, որ դա վատ ծառայություն է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այստեղ Հայաստանի Հանրապետությանը վատ ծառայություն մատուցող անձինք Ադրբեջանի պահանջները կատարողներն են։ Մենակ ավելի վատ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը չէր կարելի որևէ ձև մատուցել։ Գրեթե ողջ քննարկմանը ընդդիմադիրները փորձում էին ստանալ մի հիմնական հարցի պատասխան։ Հայ-ադրբեջանական բանակցություններում կա մի կետ, որ հայկական կողմն է առաջարկել, պնդել այն միջև վերջ հասնելով Բաքվի համաձայնությանը։ Պարոն Միրզոյանը դիվանագիտորեն խուսափեց գոնե մի օրինակ բերել, որ մենք Ադրբեջանին սա ենք պահանջել, ադրբեջանցիք հրաժարվել են։ Դուք մի պահանջ ասեք, մի զիջում, որ իրանք կայել են, տեսեք իրանց պահանջների մենյու 2020 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերից սկսած, մինչև այսօր ինչքան է ավելացել։ Տեսեք մեր զիջումների մենյուն ինչքան է ավելացել։ Հիմնականը երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Որոշակի կոնկրետ ըմբռնմամբ արդեն խոսեցի 91 թվականի սահմանների մասին։ Երկու կողմերը պարտավորվում են ուժ չկիրառել։ Ընդդիմությունից հիշեցրին, մինչ այժմ Բաքուն կոնկրետ տարածքով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Ավելին շարունակում է օկուպացված պահել հայկական շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ բազմաթիվ հարցեր մնում են չլուծված, Միրզոյանը ընդունեց, բայց զուգահեռ շեշտեց, այլ տարբերակ, քան ընտրված ճանապարհն չկա։ Մինչ պաշտոնյաները պնդում են հայ-ադրբեջանական համաձայնություններում չկան Հայաստանի շահից չբխող կետեր, ընդդիմադիրները այն կրկնակապիտուլյացիա են համարում։ Խոսում նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի դրած սահմանադրությունը փոխելու պայմանը կատարելու վտանգներից։ Իշխանությանը չվստահող ընդդիմությունը նաև պահանջում է հրապարակել համաձայնեցված նախագծի տեքստը։
Ինչ ուզելա տվել են։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները խորհրդարանական ընդդիմությունը որակում է կապիտուլյացիա եւ ադրբեջանական պահանջների կատարում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն այսօր տարածած հայտարարության մեջ տեղի ունեցած գործընթացը որակել է մեջբերում եմ միակողմանի հակապետական զիջողականություն եւ կրկնակի կապիտուլյացիա։ Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը եւ ինքնիշխանությունը։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է, ձեռք բերված փաստաթուղթը կապիտուլյացիայի այն պատճառով, որ բանակցություններում բոլոր զիջումները կատարել է միմիայն Հայաստանը եւ դա արվել է բոլորի աչքի առաջ։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում չկար սահմանադրության հարցը, բայց Բաքուն այն օրակարգ բերեց։ Չկար սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի դուրսբերման դրույթը, բայց Բաքվի պահանջով Փաշինյանը դրան էլ համաձայնեց, ինչպես որ համաձայնեց Մինսկի խմբի լուծարմանն ու միջազգային հայցերից հրաժարվելուն։ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարելի էր համարել առաջին կապիտուլյացիան, ապա սա կրկնա կապիտուլյացիա է, որովհետև այստեղ Հայաստանի Հանրապետության շահը բացարձակապես ներկայացված չի։ Անընդունելի համարելով ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, ինչպես նաև առանց միջազգային միջնորդների ու անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթղթի շուրջ համաձայնությունը, Հանրապետականը պահանջում է անհապաղ հրապարակել պայմանագրի վերջնական տեքստը, միաժամանակ պնդելով մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ եւ լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագիր ստորագրելու համար։ Պատիվ ունեմ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պարզաբանում է, Փաշինյանը 2021-ին իշխանությանը եկել Հադրութն ու Շուշին դեօկուպացնելու, իսկ Ղարաբաղյան հիմնախնդիրը ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավորելու խոստմամբ։ Եթե ինքը 21 թվականի ընտրություններին ասեր, որ հանձնելու է Արցախը, ճանաչելու է Ադրբեջանի կազմում, տեղի է ունենալու էթնիկ զտում, ցեղասպանական գործողություն, քանի մարդ էր իրան ձայն տալու։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի արձագանքել հայ-ադրբեջանական համաձայնությանը, սակայն ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը միակողմանի զիջում է որակում Երևանի եւ Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Ադրբեջանը ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են, եւ հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նաև անթույլատրելի են համարում Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխությունը, ինչպես Հանրապետականն է իր հայտարարության մեջ զգուշացրել, այն հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունն ու գոյությունը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ երբ միակողմանիորեն հայտարարեց խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ավարտի մասին, հատուկ ընդգծել էր. հաջորդ փուլում Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր հակադարձեց. ամեն ինչ պետք է անել, որ Բաքվի պահանջով սահմանադրությունը չփոխվի։ Ամեն ինչ պետք է արի, որպեսզի այդ թուղթը, որի նախագիծը միգուցե Բաքվում է գրվել եւ ուղարկվել այստեղ, չանցնի։ Ընդդիմադիր պատգամավորներն այսօր խորհրդարանում արտգործնախարարի հետ բանավիճերից նշում էին, իրենք էլ են ուզում խաղաղություն, համաձայն են Արարատ Միրզոյանի այն դիտարկման հետ, որ խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է։ Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի իշխանության առաջարկած խաղաղությունը իրենց համոզմամբ խաղաղություն չի բերելու։ Դաշնակցական պատգամավոր Արծիկ Մինասյանն անգամ այն համեմատեց գերեզմանային խաղաղության հետ։ Գերեզմանում է խաղաղություն։ Հետո գերեզմանային խաղաղություն։ Դուք գերեզմանային խաղաղությունն եք գրող։ Հիմա Արցախում ճիշտ է, Արցախում խաղաղություն է, հա։ Մենք այդ խաղաղությանն ենք դեր։ Մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղության։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ավարտված բանակցություններին։ Սակայն նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ազատությանը փոխանցեց, որ այսպես կոչված համաձայնեցված տեքստը որևէ արժեք չի կարող ունենալ, քանի դեռ այն չի ստորագրվում հակառակորդի կողմից։ Սա նշանակում է, որ հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանը համաձայնվել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Ակնհայտ է, որ սահմանադրության փոփոխության պահանջը ընդամենը օգտագործվում է Ադրբեջանի կողմից որպես պատրվակ Հայաստանի հետ խաղաղության չգնալու համար։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի փոխնախագահի գնահատմամբ այս չակերտավոր համաձայնությունը խաղաղության ճանապարհին իբրև առաջընթաց ներկայացնելը Հայաստանի իշխանության հերթական խաբեությունն է։
Թողարկման այս հատվածում զրույցի ենք հրավիրել քաղաքագետ Տիգրան Գրիգորյանին, ողջունում եմ պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, Հայաստանի իշխանությունը կարևորում է բանակցությունների ավարտը, տեքստում պնդում են, որ չկա Հայաստանը նվաստացնող կարգավորում, ընդդիմությունը գիտեք ճիշտ հակառակ տեսակետին է, որ զիջումներն ու պարտադրանքը շարունակվելու են։ Հիմա ձեր տեսակետն եմ ուզում իմանալ, երբ Բաքուն հայտարարում է բանակցությունների ավարտի մասին, բայց զուգահեռ այսպես ստորագրման համար դնում սահմանադրության փոփոխության պահանջ։ Ձեր կարծիքով համաձայնությունը մոտ է։ Չեմ կարծում, թե մոտ է ստորագրումը, համաձայնությունը տեսանք, որ տեքստի վերաբերյալ գրանցվեց, ընդհանուր առմամբ ի սկզբանե գիտենք, որ երկու փաթեթ գոյություն ուներ, այսինքն չհամաձայնեցված կետերի խումբ, որը ներառված էր խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, եւ նախապայմաններ ադրբեջանական, սահմանադրության վերաբերյալ, Մինսկի խմբի վերաբերյալ, որոնք գոյություն ունեին զուգահեռաբար։ Այդ առումով որևէ նորություն այստեղ չկա եւ սպասելի է, որ Ադրբեջանը շարունակելու է պնդել սահմանադրության փոփոխության վրա։ Ինչ վերաբերում է այս վերջին փուլում ձեռք բերված համաձայնությանը, ապա ակնհայտ է, որ Հայաստանը ստիպված է եղել ընդունել Ադրբեջանի տեսակետը, այսինքն մենք բոլորս հիշում ենք, որ Հայաստանի վարչապետը, Հայաստանի կառավարությունը պնդում էր, որ կարող ենք օրինակ այդ երրորդ ուժերի դուրսբերումը սահմանից իրականացնել դելիմիտացված հատվածներից, զուտ սահմանազատված հատվածներ։ Այո, եւ խոսքը գիտենք, որ վերաբերում է Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, բայց փաստացիորեն մենք տեսնում ենք, որ Հայաստանը հետ է կանգնել այդ դիրքորոշումից եւ հիմա առնվազն սահմանային հատվածից հետքաշումը տեղի է ունենալու ողջ սահմանի երկայնքով պայմանագրի ստորագրման եւ ավերացման դեպքում։ Դուք ինչու եք թերահավատ, որովհետև պահանջների կատարման համար ինչ որ ժամկետներ կան, հա, դուք չեք տեսնում այդ ժամկետների այսպես արագ, հա, իրականացում օրինակ նույն սահմանադրության փոփոխության դեպքում, հա, թե նորանոր պահանջներ կարող են առաջ գալ, որն է ձեր թերահավատության աղբյուրը։ Այս փուլում առնվազն երկու խնդիր կա, առաջինը ժամանակային խնդիրն է, մենք գիտենք, որ սահմանադրություն հնարավոր չէ փոփոխություններ մտցնել, պետք է նոր սահմանադրություն գրել եւ մեծ հաշվով իշխող ուժը վերջին ամիսների ընթացքում այդ նախապատրաստական աշխատանքները տանում է իրական Հայաստանի վերաբերյալ այս բոլոր խոսույթներով։ Կա նաեւ արդարադատության նախարար Սրփուի Գալյանի հայտարարությունը, որ նոր սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների զուգահեռ, այսինքն այդ ընտրություններին ընդառաջ, այսինքն ժամանակային առումով կարծես թե Եվ վերջո եթե հանրաքվե նաև ժողովրդի տեսակետը այո, հնարավոր է նաև դա երկրորդ խոչընդոտը կարող է լինել, այսինքն շատ դժվար է լինելու հանրաքվեով չհաստատվի շատ դժվար է լինելու նախ մասնակցություն ապահովել, որովհետև գիտենք, որ սահմանադրական հանրաքվեի պարագայում կան հստակ պահանջներ մասնակցության հետ կապված, երկրորդը իհարկե իշխանությունները ինչքան էլ չփորձեն համոզել, որ սա ներքին օրակարգ է, որ սա չգիտեմ, իրական Հայաստանի հայեցակարգի մասը, բայց ակնհայտ է, որ առնվազն հանրության շրջանում այնպիսի ընկալում է լինելու, որ սա պարտադրվում է Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ իշխանությունները փորձելու են ներկայացնել նաև սա որպես գին խաղաղության համար, բայց հաշվի առնելով նաև, որ այլ գործընթացներում դեռևս կան բազմաթիվ չլուծված հարցեր, այս փաստարկը կարող է համոզիչ չլինել։ Ինչքան է հեռու այդ պայմանագրի ստորագրումը։ Կարծում եմ 1-2 տարի դեռևս այս գործընթացը կտևի եւ չկան որևէ երաշխիքներ, որ օրինակ նույն սահմանադրական հանրաքվեի կազմակերպման դեպքում դրական պատասխան կտա հենց հայաստանյան հանրությունը։ Կարծես թե հենց այդ ժամկետների վերաբերյալ պատկերացումներ կան նաեւ, երբ բանը հասնում է դիտորդական առաքելության գործունեությունը փոխելու կամ ընդհանրապես կասեցնելու հարցին, այսինքն գիտենք, որ մանդատը հաստատվել է 2 տարով եւ կարծես թե մոտեցումը այն է, որ մինչեւ մենք այս ամենը անենք, ստորագրենք, վավերացնենք եւ իր մանդատն էլ կավարտվի եւ այլևս երկարաձգելու կարիք չլինելու, այսինքն մինիմալ ժամանակահատվածը, որ պետք է վերցնենք, հենց այդ է։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, ես հիշեցնեմ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ էի զրուցում։ Մեր հարցումների արդյունքում կարծիքները կիսվել են, կան լավատեսներ ու թերահավատներ, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը իրականություն կդառնա ու դրա արդյունքում խաղաղություն կհաստատվի։ 3 պարզ դարձավ, որ այս խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է արդեն։ Հիմա այս ամենից հետո հավատում եք, որ կստորագրվի։ Եթե համաձայնեցված է, երևի կստորագրվի, ինչ իմանամ։
Ադրբեջանից այդքան էլ հույս չկա, ճիշտն ասած։ Սենց ասեմ, ես այդ խաղաղության բառին չեմ հավատում, որտեղ ըստ ինձ չի կարող էլի խաղաղության լինել այն պայմաններում, որ երկրի առաջնորդին ինչ պայման ոնց որ կոպիտ ասած թելադրում են, կատարում է, մտածում եմ, որ չէ, սխալ բան է։ Կարող է այսօր ստորագրեն, եկցի օրը կամ իրան, կամ մենք ստիպացնենք էդի բան անենք։ Նայած ոնց կլինի էլի։ Բայց ստորագրելը պետք է։ Ես ինչ բան եմ, ինչ կորոշի մեր ղեկավարը, չեմ կարող ասել։ Ոչ մի բան չի փոխի, որ պայմանագիրն է, այդպես թղթի վրա չմնացել, որ էսի չմնա։ Երբ իրանց պետք լինի կխախտեն պայմանագիրը։ Պարզ դարձավ, որ խաղաղության բանակցությունները, պայմանագիրը համաձայնեցված է արդեն։ Հավատում եք, որ ստորագրել։ Ճիշտ ասած, որ թուրքերը եկել էին հանդիպելու բան Նիկոլ Փաշինյանին, ինձ թվում է երևի դրա հետ է կապված, որ պետք է անպայման պայմանագիրը գրվի։ Չէ, երկուսով երևի հասկացել են իրար, էլի։ Մենոնք ու ադրբեջանցիները։ Ընդ Թուրքիա կա, Ռուսաստան կա, այլն մնացածներին չասել։ Ես ստորագրել այսպես բան կրնի։ Պայմանագրի ստորագրումը էական ինչ կարող է փոխել հայաստանցիների կյանքում։ Եթե խաղաղություն լինի, արդեն լավ կլինի, ժողովրդի համար պատերազմ չի լինի, ավելի լավ կլինի, չգիտեմ։ Գիտեք, հիմա մեր սահմաններին եվրադիտորդներն են, այս կետերից մեկով ըստ էության իրենք պիտի դուրս գան։ Սրա վերաբերյալ շատ Այ չէ, դա չէ ուզենա, որ այդպես լիներ։ Նրանք ավելի շատ են վստահություններ շնչում, քան թե պայմանագիր է։ Դե կարծում եմ այս ամենը ձևականությունն է ժողովրդին կոպիտ ասած խափելու, հույս տալու, որ լավ կլինի, բայց այս ամեն ինչը հաստատ լավի չի բերելու։ Դեռ պատրաստ չեն, ոչ նրանք, ոչ էլ մենք։ Իմ կարծիքով իմաստ էլ չունի ստորագրել։ Իմ կարծիքով դեռ իմաստ չունի։ Այսինքն կարծում եք խաղաղության պայմանագրի առկայությունը գետնի վրա էապես ոչինչ չի փոխվի։ Դեռ ոչ մի բան չի փոխվի, քանի դեռ գերտերությունները իրար բախվում են, դեռ ոչ մի բան մեր համար չի փոխվի։ Դե կետերից մեկը գիտեք դիտորդներին էր վերաբերում ըստ էության։ Սրա համաձայն եմ, այդ համաձայն եմ, պարտադիր պետք է։ Եվրոպական դիտորդները մեզ պետք են։ Համաձայն չեք, որ դուրս գան պայմանագրից։ Ոչ, դա մեզ պետք է։ Դե դիտորդները, որ այս քանի տարի այստեղ են, կրակոցներ չկան։ Բան արին, չէ, եվրո դիտորդները մնում են, չէ։ Այս հարցը չէր կարգվում միջև վերջ, բայց հայկական կողմը մենակ զիջել են։ Դե դեպքում էլ Աստված ջանի, մի հատ կրակոցելով կասեն մենք հեչ ենք անում, դիտորդներ արեք։ Ստորագրումը ըստ ձեզ էական ինչ նշանակություն կունենա, որտեղ շատ տարբեր կարծիքներ։ Ենկանա որ կոնե խաղաղություն գտիրը, այս մեզ ճայելները չեն էսնա մուֆտա գլուխները տնեն էլի, չգիտես ինչի համար, չգիտես ինչի։ Գրեթե նույն տրամադրություններն Ադրբեջանում են, խաղաղություն ուզում են, բայց ունեն վստահության պակաս։ Շատ երջանիկ կլինենք, որ երկարատև խաղաղություն լինի, որ մայրերը չվախենան, երեխաները չվախենան, վերջապես մեր մեծ վերքը Ղարաբաղն ազատագրվել է, էլ ինչի կարիք ունենք։ Լավ կլիներ, որ աշխարհում խաղաղություն լիներ, բայց երբեմն պատերազմը ավելի օգտակար է, քան խաղաղությունը։ Մենք ավելի քան 30 տարի տեսել ենք տարատեսակ բանակցություններ, բայց ոչ մի արդյունք։ Ի վերջո, երբ մեր զինվորները գործի անցան, Ղարաբաղի հարցը գոնե մասամբ լուծվեց։ Հիմա եթե խաղաղությունը կնքվի, ես կողջունեմ դա, եթե իհարկե խաղաղություն լինի եւ ոչ պատերազմ, որ մեր մայրերը արցունքոտ աչքերով չմնան։ Մենք խաղաղություն ենք ուզում, ոչ թե պատերազմ։ Մենք ծառայող տղաներ ունենք այս պահին։ Բայց նման երկրի ու ազգի հետ կարող է արդյոք խաղաղության բանակցություն լինել։ Եթե նույնիսկ մեզ համար օգտակար լինի, ոչ ոք չգիտի, թե նրանք ինչ են մտածում։ Մենք բոլորս երկար տարիներ տեսել ենք, թե ինչ տարբեր կարծիքներ ունենք, ինչ որ պայմանավորվածությունների համաձայնում ու հետո լրիվ ուրիշ բան անում։ Նախ եւ առաջ Ադրբեջանում պետք է խաղաղություն ու անվտանգություն լինի։ Երկրորդը ընկերություն երկու ազգերի միջև եւ երրորդ Ադրբեջանն այստեղ պետք է հումանիտար արժեքներ դրսևորի որպես հաղթող ազգ։ Artıq cəmiyyətdə inam qalmayıb. Onlar bu gün bunu deyirlər.
Հասարակության մեջ վստահություն չկա, այսօր մի բան են ասում, վաղը զարթնում ու լրիվ ուրիշ բան են ասում։ Մենք լավատես ենք, բայց շատ դժվար կլինի։ Թող նախ եւ առաջ ամբողջովին փոխեն իրենց սահմանադրությունը։ Առանց դրա որևէ բան ստորագրելը լրիվ անիմաստ կլինի։ Հակառակ դեպքում սա հանցագործություն կլինի։ Մինչեւ չանեն դա, մենք ոչինչ չենք կարող ստորագրել։ Բայց հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի եւ ազգերը դրանից օգուտ կքաղեն։ Millətlər, xalqlar xeyir görsün bunlar. Ermənilərlə də işləmişəm, yerlilərlə də işləmişəm. Necə deyirlər? Ես հայերի ու հրյաների հետ եմ աշխատել։ Նրանք ասում են, թե խաղաղության պայմանագիր է ստորագրվում, բայց մարդկանց սրտից այդ անվստահությունը ինչպես հանենք։ Կարծում եք նրանց կարելի է վստահել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Mənə elə gəlir ki, onlara inanmaq olmaz։ Gözləntilərimiz həmişəki kimi müsbətdir։ Մեր ակնկալիքը դրական է։ Հայերը էլ ուժեղ չեն, ոչ ռազմական, ոչ էլ ֆինանսական առումով, որ մեր դեմ նոր պատերազմ սկսեն։ Այդ պատճառով էլ պետք է համաձայնեն մեր պայմաններին։ Վաղ թե ուշ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։ Մենք հույս ունենք, որ այլևս պատերազմ չի լինի, բոլոր խնդիրները կլուծվեն եւ մարդիկ իրար կողք կողքի կկարողանան ապրել։ İnşallah ki ümid edirik ki bundan sonra müharibə olmaz. Mehriban şəkildə bizdə və bütün dünyada olan problemlər aradan qalxar, yaşarız. Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման նաև Հայաստանի վարչապետի հետ ծավալուն հարցազրույց վարող թուրք լրագրողների ուշադրության կենտրոնում էր։ Երեք հրապարակված այդ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Մինչ հայ-թուրքական հաշտեցման բանակցությունները մինչդեռ Փաշինյանի կառավարության ծրագրում այն որպես առաջնահերթություն ամրագրվել էր։ Ավելին, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը այսօրվա իշխանությունը կապել էր Հայաստանի անվտանգության ամրապնդման հետ։ Դեռ 4 տարի առաջ գրել էին ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ հակառակը՝ լիցքաթափմանը։ Թուրք լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանը իր այսօրվա մտորումներով է կիսվել, թե այս կամ այն երկրի ճանաչումը ոգևորությունից բացի ինչ է տալիս։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն չէ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Նշելով, որ հայկական իրականության մեջ հնարավոր չէ ցեղասպանությունը ժխտել եւ դա անուրանալի ճշմարտություն է, Փաշինյանը միևնույն ժամանակ հավելում է, որ պատմությունը շատ քաղաքական երևույթ է եւ դրա ընկալումն ու դրանից դասեր քաղելը եւս քաղաքական ընտրության հարց է։ Պետք է պատմության եւ իր այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Որևէ հեռավոր երկրի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելն ըստ Փաշինյանի ուրախացնում է հանրությանը, բայց իր կառավարությունն ընտրում է տարածաշրջանում լարում չստեղծելու ճանապարհը։ Եվ երբ որ ոգևորությունը այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումը ինչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Եվ երբ որ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքանով են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ այլն եւ այսպես շարունակ։ Խոսելով Ադրբեջանի կողմից այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան եզրույթի կիրառման մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, դա անընդունելի է Հայաստանի համար, քանի որ Բաքուն իբր հումանիտար հարցերի տակ քողարկում է նկրտումները Հայաստանի տարածքի մեծ մասի նկատմամբ։ Նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ը անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Եվ հետեւաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ։ Իսկ ընդհանրապես եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի։ Մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Տեսեք, ես մի կողմից ասում եմ, որ այս գծից Արևմտյան Ադրբեջանը էստեղ, այս գծից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չկա, բայց ես հասկանում եմ, որ դա կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ Արևմտյան Հայաստանն էլ էստեղ։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է եւ մեր պատկերացումն է։
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասին խոսում են թե Բաքուն, թե Անկարան, եւս Հայաստանն ընկալում է որպես տարածքային նկրտում, հայտարարեց Փաշինյանը, դարձյալ շեշտելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում Զանգեզուրի միջանցք արտահայտություն չկա, կա կետ տարածաշրջանի ապաշրջափակման մասին, որը ձեռնտու է նաեւ Հայաստանին, քանի որ Հայաստանն է տարածաշրջանի շրջափակված պետությունը։ Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման մասով Հայաստանի վարչապետը դարձյալ կրկնեց բազմիցս արած հայտարարությունները, որ կառավարությունը ջանքեր գործադրում է, սակայն դրանք հրապարակային չեն։ Իսկ Ադրբեջանն ըստ Փաշինյանի հարցն օգտագործում է էսկալացիայի համար։ Եվ ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որը իհարկե անհանգստացնող է եւ անընդունելի։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ըստ Փաշինյանի թեև առանց շոշափելի արդյունքների, բայց զգալի առաջընթաց կա։ Երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագետների համար սահմանը, որ պայմանավորվել էին բացել 2022-ից, թեև դեռ փակ է, բայց հիմա երկու երկրները վարչապետի խոսքով գոնե միմյանց տեսակետներին ծանոթանում են առանց միջնորդների։ Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներ իրարից ճշտելու հնարավորությունից։ Թուրք լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նաև պնդեց, որ Հայաստանում Թուրքիայի նկատմամբ նեգատիվ ֆոնը փոխվել է։ Իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել։ Դրա ապացույցը համարեց նաև անցած տարի Նյու Յորքում նախագահ Էրդողանի հետ իր հանդիպման հաղորդագրության Facebook-յան լայքերը։ Հիմա կարող է թվալ լավ Facebook-ի լայքերն են քննարկում, բայց էլ եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Մարդիկ ՄԱԿ-ից հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ քայլեր են ակնկալում։ Բողոքի ակցիա Երևանյան գրասենյակի առջև։ Դատարանը պետք է որոշի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանք կառաջադրվի։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նախօրեին Պուտինին խնդրել է միջանցք բացել շրջապատման մեջ գտնվող ուկրաինացի զինվորների համար։ Բաքուն իր պահանջների փաստաթղթավորված կատարում է ուզում տեսնել, այդ թվում սահմանադրության փոփոխությունը։ Ի տարբերություն Երևանի չի շտապում խոսել համաձայնագրի ստորագրման մասին։ Բաքուն ողջույններ է ստանում աշխարհից Հայաստանի հետ խաղաղության բանակցության ավարտի վերաբերյալ։ Ընթացը սթափեցնում դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը։ Սպասում ենք, որ հայկական կողմը մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները հանի սահմանադրությունից ու լուծարի Մինսկի խումբը։ Այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։ Էլնուր Մամեդովը շեշտել է, կոնֆլիկտը կարգավորված է, Մինսկի խումբն անելիք չունի։ Ընթացս նկատել, թե Հայաստանում ռևանշիստական ուժեր կան։ Բաքվի պաշտոնյան Եվրոպական դիտորդների ներկայությունը սահմանին լուրջ սպառնալիք է համարում Հարավային Կովկասի համար։ Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու մասին, կարևոր է բացառել այս գործոնները։ Հարաբերությունների կարգավորման համաձայնագրում երկու կետեր էին մնացել։ Մեկը երրորդ ուժերի բացառումն էր սահմանին։ Սրա հետ Հայաստանը համաձայնեց։ Good morning, ladies and gentlemen. Երեկ Բաքուն Գյուլիստան պալատում ընդունում էր գլոբալ ֆորումի հյուրերին թեման ինչպես մարտահրավերները դարձնել հնարավորություններ։ Նույն ժամերին Բաքվից հնչեց առաջին հայտարարությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ավարտի մասին, որ համաձայնեցված են բոլոր կետերը։ Եվ նույն ժամերին էլ Ադրբեջանի նախագահը ոչ թե նոր համաձայնությունից էր խոսում, այլ այն մասին, թե դեռ էլ ինչ պիտի անի Հայաստանը։ And I can tell you one more thing, that the level of trust to Armenia is close to zero. Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է 0-ի։ Այդ պատճառով մենք չենք վստահում նրանց ոչ մի խոսքին։ Այն մարդիկ չեն, որոնց մենք կվստահենք ներառյալ այսօրվա իշխանությունը։ Այն ամենն, ինչ ասում են, մեզ համար նշանակություն չունի։ Մեզ պետք են փաստաթղթեր, թղթեր։ Մեզ պետք է, որ նրանց սահմանադրությունում որևէ տարածքային հավակնություն չմնա։ Դրանք այնտեղ կան։ Ալիևը հյուրերի առջև հանդես էր գալիս որպես խաղաղության առաջամարտիկ, դժգոհում, որ Եվրոպան չգիտես ինչու խաղաղության աղավնի Հայաստանին է համարում։ We need to look to the future
and we need to have peace. Մենք պետք է ապագային նայենք։ Մեզ խաղաղություն է պետք Հարավային Կովկասում եւ հենց դրա համար Ադրբեջանը դարձավ խաղաղության գործընթացի նախաձեռնողը։ Ըստ էության Ադրբեջանը նույնիսկ խաղաղության պայմանագրի հեղինակն է։ The draft peace agreement. Ադրբեջանի նախագահը պնդել է, թե հայերը պատերազմի են պատրաստվում, ռազմական կարողություններն են ավելացնում։ Ֆրանսիացիների տված մահաբեր զենքը մեզ է ուղղված, ասել է Ալիևը եւ նաեւ եվրադիտորդներին հասել։ Նրանք ըստ այս նախագահի լրտեսներ են։ European Union is day and night Գիշեր-ցերեկ նրանք մեր սահմաններին են, լրտեսների պես ծիկրակում են, հարմար սողանց գտնեն մեր կողմ թափանցելու համար։ Մեր ձեռքի տակ բավարար տվյալներ կան այդ այսպես կոչված դիտորդական առաքելության մասին։ Ադրբեջանի քաղաքագետներից Ռաուֆ Միրգադիրովը Ազատության ադրբեջանական ծառայությանն ասել է, եթե նույնիսկ կողմերը համաձայնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, մոտ ապագայում այն դժվար թե իրագործվի։ Լիարժեք խաղաղության համար անհրաժեշտ է անվերապահ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հավանականությունը զրոյական է, որ առաջիկա 1-2 ամիսներին Հայաստանը սահմանադրական փոփոխություններ կանի։ Եթե փաստաթուղթը տարածքային ամբողջականության երաշխիք չէ, դա ուրեմն իսկական խաղաղության համաձայնություն չէ, ինչ էլ անունը դնենք։ Իսկ Բաքվի տեղեկատվական հարթակներում ակտիվ տարածվում է թեզը, թե հայկական կողմն է շտապում ստորագրել պայմանագիրը, որպեսզի մինչև ընտրությունները խաղաղության գործընթացում ձեռքբերում ցույց տա։ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով այսօր քաղաքացիները ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի առջև էին։ Մեխանիզմները կան, բայց միջազգային կազմակերպությունը ըստ ակցիայի մասնակիցների անգործ է։ Գերիներին վերադարձնելու պահանջին Բաքուն հենց երեկ պատասխանեց, որ չնայած միջազգային կոչերին ու բանաձևերին, հայերի նկատմամբ դատավարությունները շարունակվելու են։ Այլևս նայելու ժամանակ չկա։ Հայ ռազմագերիների նկարներով եւ արդար դատավարության պահանջով ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչներն այլ գործիչների հետ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էին։ Միջազգային կառույցից պահանջում էին, որ քայլեր ձեռնարկեն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Դեր կանգնեն իրենց մանդատին ու այցելեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Ի պաշտպանություն հայ ռազմագերիների 10 օրից ավելի Հասադուլ Արաս Մանեթանդիլյանը միջազգային հանրությանը կոչ արեց հավասարության նշան չդնել։ Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ։ ՄԱԿ-ին, այսինքն աշխարհին թույլ չտան, անել այն, ինչ իր մանդատի մեջ է, անել այն, ինչի տակ Ադրբեջանը ստորագրել է, որ համաձայն է, ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն։ Եվ մենք այստեղ այլևս չենք լսելու այն տեքստը, որ գիտեք, ձեզ հասկանում ենք։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք։ Բաքվի ռազմական դատարանում 16 հայի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ է ընթանում։ Ադրբեջանը մտադիր է փակել նաև միջազգային Կարմիր խաչի գրասենյակը, որը միակ կառույցն է, որ այցելում է Ադրբեջանում պահվող 23 հային։ Ողբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության ու անվտանգության համար ստեղծված կառույցը չի կարողանում կամ չի անում անհրաժեշտ քայլեր։ Արցախի օմբուդսմեն Գեգամ Ստեփանյանի գնահատականն է։ Հավելեց, մարդկանց դատում են ինքնորոշման իրավունքի պայքարի համար։ Միավորված ազգերի կազմակերպությունը, որ իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավահավասարության իրավունքը, ուղղակի որևէ գործողություն չի ձեռնարկում այս հանցագործությունները, ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար։ Առնվազն արդար դատաքննություն միջազգային կառույցների մասնակցությամբ 23 օր բանտում հացադուլ արած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձում հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց եթե Բաքվի դատարանում միջազգային ներկայացուցիչներ լինեն։ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորությունների եւ այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց առողջական վիճակի եւ բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով եւ գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ։ Եվրախորհրդանը 3 բանաձև ընդունեց Բաքվում պահող հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ռազմագերիների հարցով Բաքվի հետ համաձայնություն չկա։ Ադրբեջանի նախագահի խորհրդականը երեկ անընդունելի համարելով հայերին գերի ու պատանդ անվանելը առանց դատարանի որոշման նրանց մեղավոր է ճանաչել, մեղադրելով մարդկության դեմ հանցագործության համար։ Միջազգային կազմակերպությունները նոր են սկսում արձագանքել այն, ինչ արդեն 500 օր եւ ավել մեր հայրենակիցները այնտեղ ենթարկվում են խոշտանգումների, կեղծ մեղադրանքներով դատվում են,
Եվ ոչ թե դատվում են նրանք որպես անձինք, այլ դատվում է հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը։ Բաքվում երեկ կայացած դատական նիստի ընթացքում ըստ ադրբեջանական պետական ազերթաչի հայ ռազմագերիներին տրված հարցերի մեծ մասը Հայաստանի հետ կապերի մասին է եղել։ Քննությունը ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ հասել է 1988 թվականի Ղարաբաղյան շարժմանը, փորձել է նույնիսկ պարզել, ովքեր են Երևանում մասնակցել միացում շարժման հանրահավաքներին։ Հարցեր են հնչել ընդհուպ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիեր Սեֆիլյանի մասին։ Ըստ ազերթաչի Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը իբրև թե ասել է, որ Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեն ձևավորում էր Հայաստանի եւ Արցախի բնակիչների տեղաշարժը անցակետում չէր գրանցվում։ Հիմա միջազգային գլխավոր թեմաներից մեկի ռուս-ուկրաինական կարգավորման մասին։ Մեծալ Նահանգների նախագահը Պուտինի հետ քննարկումները արդյունավետ է որակել, նա Մոսկվա բանագնաց էր ուղարկել։ Ուկրաինայից հետո նաև Ռուսաստանը տվեց ռազմական գործողությունները դադարեցնելուն իր համաձայնությունը, բայց պայմանով։ Հիմա գործընթացի կողմերից առնվազն երկուսը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, պատերազմի դադարեցման հեռանկար տեսնում են։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը զգուշավոր լավատեսություն են հայտնում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Նախ այդ մասին ասաց Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Մայք Ուոլցը, ապա Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նաև հաստատեց երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը նախագահ Պուտինին հավելյալ տեղեկություններ է ներկայացրել։ Լսել նրա դիրքորոշումը, որպեսզի այն փոխանցի նախագահ Թրամփին։ Իհարկե, զգուշավոր լավատես լինելու պատճառներ կան։ Դուք երեկ լսեցիք նախագահ Պուտինը ասաց սատարում է նախագահ Թրամփի դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ, բայց բարձրաձայնեց մի քանի հարց, որոնց պետք է միասին պատասխանեն։ Իսկապես դեռ շատ բան պետք է արվի։ Ավելի վաղ Մայք Ուոլցն էր ասել, որ Վաշինգտոնը լավատես է հաշվի առնելով վերջին շաբաթներին գրանցված առաջընթացը։ Մենք իսկապես զգուշավոր լավատեսություն ունենք, նշել էր նա։ Նախագահ Թրամփն այսօր սոցցանցում գրել է, որ երեք արդյունավետ քննարկում է ունեցել Պուտինի հետ, թեև ոչ Սպիտակ տան, ոչ էլ Կրեմլի կայքերում այդ մասին տեղեկություն չկա։ Պարզ չէ, հեռախոսազրույց է եղել, թե նախագահը գուցե նկատի ունի հատուկ բանագնաց Ուիտքոֆի միջոցով տեղի ունեցած շփումը։ Թրամփը նշել է, որ վերջապես պատերազմը դադարեցնելու շատ մեծ հավանականություն կա, ապա հավելել, որ ուկրաինացի հազարավոր զինվորներ շրջափակման մեջ են, թեև չի նշել ճակատի որ հատվածում։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Պուտինին խնդրել է խնայել նրանց կյանքը։ Ռուսաստանի նախագահը երեկ ասել էր, որ համաձայն է հրադադարին, սակայն այն պետք է լինի երկարաժամկետ, հավելելով, որ շատ նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն Միացյալ Նահանգների հետ։ Прекратить боевые действия. Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ հրադադարը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության եւ կվերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները։ Первоначальные причины этого кризиса. Նախագահ Թրամփն արձագանքել է ասելով, որ Պուտինի հայտարարությունը խոստումնալից է, սակայն թերի։ Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Պուտինը ճիշտ կվարվի։ Հակառակ դեպքում դա մեջբերում եմ հիասթափեցնող պահ կլինի ողջ աշխարհի համար։ Նա շատ խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն ամբողջական չէր։ Եվ այո, ես կցանկանայի հանդիպել նրա հետ կամ խոսել նրա հետ, բայց մենք պետք է արագ կարգավորենք այդ հարցը։ Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Պուտինի պատասխանը մոլորեցնող է, ինչը սպասելի էր, քանզի նա ամեն ինչ անում է, որ պատերազմը շարունակվի։ Պուտինը իհարկե վախենում է նախագահ Թրամփին ուղիղ ասել, որ ուզում է շարունակել այս պատերազմը, որ ուզում է սպանել ուկրաինացիներին։ Դրա համար էլ Մոսկվան հրադադարի գաղափարին այս պայմաններն է պարտադրում, որպեսզի առհասարակ որևէ բան տեղի չունենա։ Այսօր հայտնի դարձավ, որ մեծ յոթնյակի բոլոր երկրները համաձայնել են հրադադարի առաջարկված տարբերակին եւ Ռուսաստանին կոչ արել համաձայնել դրան, հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներով։ Հայտարարության նախագծում հեղինակները նշում են, ցանկացած հրադադար պետք է հարգվի, ապա ընդգծում, անհրաժեշտ են անվտանգության ամուր եւ հուսալի միջոցներ, ապահովելու, որ Ուկրաինան կարողանա հետագայում պաշտպանվել եւ զսպել ագրեսիայի ցանկացած դրսեւորում։ Այս ընթացքում ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը Կուրսկի շրջանում, որտեղ արդեն ետ է գրավել անցած օգոստոսին ուկրաինացիների գրաված տարածքների ավելի քան 86%-ը։ Այսօր ռուսական կողմը եւս մեկ բնակավայր է ետ վերցրել։ Մինչ Մոսկվան եւ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսությունից են խոսում, Եվրոպական միությունն այսօր եւս 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Երևան վերադառնանք։ Այստեղ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Դատախազությունը նոր մեղադրանքի միջնորդություն է բերել, հիմա խոսքը դատարանինն է նոր պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք ևս կառաջադրվի նախկին նախագահին։ Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստի սկիզբը փոքր միջադեպով անցավ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանին դուր չեկավ, որ դատարանի քարտուղարը Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին անվանեց մեղադրյալներ եւ հիշեցրեց, որ նրանք մեղադրյալ չեն, չէ որ այս գործով ժամանակին տեղի է ունեցել մի որոշում, որով սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանին եւ մյուսներին մեղսագրված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը եւ ըստ դրա, ըստ Արամ Վարդևանյանի, նրանք մեղադրյալներ չեն։ Մենք գիտենք, որ դատարանի կողմից հաշված մի որոշումը չի դրանով է պայմանավորված, որ հերթական անգամ հենց այդպես է ներկայացվում, բայց միաժամանակ իրավական տեսանկյունից եւ համապատասխան հոդվածը ճանաչվում է համանadrությանը հակասող եւ ամավեր։ Եվ դրանով որոշակի իմաստով ժամանակի մեջ հետ գնալով մենք արձանագրում ենք, որ նույնիսկ հեռավոր 2018 թվականին մեղադրանք առաջադրելը այս մասով որպես այդպիսին հետապնդում հարուցել է եւս այսպես ասած անբավեր են փաստացի դարձել, չեն կարող համաձայն լինել, որ կարող է օգտագործվել մեղադրյալ եզրույթ։ Անմիջապես նրա այս հայտարարությունից հետո ոտքի ելավ 2008 թվականի այրունալ իրադարձությունների ժամանակ զոհված Գոր Քլոյանի հայրը Սարգիս Քլոյանը եւ ասաց, որ նախորդ դատական նիստին Արամ Վարդևանյանը այսպիսի հարց էր բարձրացրել, թե Մոլոտովի կոկտեյլ կիրառածները արդյոք խաղաղ ցուցարար են։ Սարգիս Քլոյանը փաստաբանին անվանեց սուտասան։ Դերասան իրավունքից է օգտվում, առարկում։ Եսել իրավունքից չօգտվում։ Դուք ինչ եք անում։ Առարկում եք դատարանի գործողությունները։ Դատարանի։ Ինչ եք անում։ Ասում եմ, որ աշխարհաճած սուտասան փաստաբանն է։ Անցած անգամ Պաստաբանով վերան է չեմ սխալում նկատողություն է ստացել դեպքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարման համար։ Հիմա շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան ունի։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է՝ սահմանել ինչ կարգի դեպքի արտահայտություն մենք պետք է ունենանք եւ ինչ շարժումներ պետք է չանենք սուտասանից խուսափելու Իդուցը նկարներով իդուցայ պատերակը, բայց մենք հասկանանք, ոնց մեզ բավին այս դատարան։ 3 տարվա քննությունից հետո վճռաբեկ դատարանը ամիսներ առաջ այս գործը վերադարձրել էր հետ նոր քննության արդեն հակակոռուպցիոն դատարան։ Անցած ամիսների ընթացքում այս դատարանում մի քանի գործողություններ են տեղի ունեցել։ Դատախազները բոլորին, թե Քոչարյանին, թե Սեյրան Օհանյանին, թե Յուրի Խաչատուրովին եւ թե Արմեն Գևորգյանին նույն հոդվածով են առաջարկում մեղադրել, պաշտոնական լիազորությունները անցնելու մասին է խոսքը, եւ հիմա այն փուլն է, որ կողմերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այս միջնորդության վերաբերյալ։ Երկրորդ նախագահի փաստաբանը Ծավալուն մեկնաբանություն ներկայացրեց այն մասին, թե ինչու պետք է այս դատարանը ոչ թե մեղադրանք առաջադրի Ռոբերտ Քոչարյանին այլ մյուսներին, այլ առհասարակ փակի այս քրեական գործը։ Էությունը հետևյալն է, չի կարող լինել իրավիճակ կամ դատարան փորձել չստացվի, միած ինքով բեկան հետո վարկեն կամ նորից փորձեն։ Հետո երկրորդ անգամ, հետո երրորդ անգամ։ Մի անգամ դատվելու արգելքը, դա չի նշանակում մի անգամ պատժվելու, մի անգամ մարդը պետք է դասարանի առաջ կանգնի։ Եվ մի անգամ պետք է այս պրոցեսը անցնի։ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է տուգանել տրանսպորտով երթևեկության համար չվճարող քաղաքացիներին։ Այս նախաձեռնությունը արվում է թանկացման դեմ բողոքող ընդդիմադիրների ակցիաների ֆոնին, տրանսպորտի գինը 50 ու 100 դրամից 150 դարձավ, անցած 1.5 ամիսը առանց միջադեպերի չէր, վճարելու համար, ներողություն չվճարելու համար ուղևորների եւ վարորդների միջև անգամ բուռն վեճեր էին լինում։ Քաղաքային իշխանությունը ուղևորներին հետևելու համար հիմա նոր եւ խիստ կարգավորումներ է ուզում կիրառել։ Տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ որ արդեն ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա։ Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանել 15000 դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ անձ երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի՝ 18000 դրամ։
Քաղաքային իշխանությունների մշակած նախագծերի փաթեթը տարածքային կառավարման նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Առաջարկում են նաև վճարումների հատուկ կարգ կիրառել։ Ուղևորները պարտավոր կլինեն տրանսպորտ նստելուց անմիջապես հետո 1 րոպեի ընթացքում վալիդատորների միջոցով վավերացնել իրենց տոմսն ու մինչ ուղևորության ավարտն իրենց մոտ պահել, որ եթե հսկիչը պահանջի, ցույց տան։ Հսկիչները կկարողանան նաև տեսաձայնագրություններ անել չվճարող քաղաքացիներին նույնականացնելու համար։ Դուք կարող եք այստեղ 1 ոտքի տեղ Ինչպես 1 րոպեում ակտիվացնել տոմսը, երբ օրվա պիկ ժամերին ավտոբուսներում անգամ 1 ոտքի տեղ չկա։ Հսկիչներն ինչպես են տեղավորվելու սեղմված մեքենաներում։ Այսօր քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանին հարցրեցինք։ Այս նախագծի հեղինակները տրանսպորտից օգտվում են, գիտեն ինչ է կատարվում ներսում։ 1 րոպեն, երբ որ օրինակի համար ներդրվել է, ես չեմ կարող վստահաբար ասել, ինչ տրամաբանության մեջ է այդ 1 րոպեն ընտրվել, բայց ես կարծում եմ, ինչպես մեր նախորդ այս կամ այն որոշման մեջ, որը որ իրականության մեջ եկել ենք եւ հասկացել ենք, որ իրականության մեջ գուցե իդեան եւ մտքերը լավն են իրականացնելու համար, գուցե այստեղ տեխնիկական որոշակի փոփոխություններ անենք։ Երևանում ժամը 6-ն է։ Սա էլ առաջին համարի ավտոբուսը։ Այս տեսանյութը նկարահանել եմ վերջերս։ Մաշտոցի պողոտայի փակ շուկայի հայտնի կանգառն է։ Սեղմված ավտոբուսի դուռը բառացիորեն մի կերպ է փակվում։ Ման ավտոբուսներում 2 վալիդատոր է տեղադրված։ 1 րոպեում դրանց մոտենալ ֆիզիկապես հնարավոր չէ։ Կամ էլ պետք է մյուսներին հրել, քաշել, մի խոսքով անցավ գլուխը ցավի տակ դնել։ Ժոնգտոնգ ավտոբուսներում միայն 1 վալիդատոր կա վարորդի կողքին։ Պիկ ժամերին ոչ թե 1 րոպեում, այլև երբեմն ամբողջ ուղևորության ընթացքում հնարավոր չի լինում մոտենալ այդ սարքին։ Երևանցիները տրանսպորտի համար 50 դրամ ավելի շատ են վճարում արդեն 1.5 ամիս։ Տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի է 50-ից 150 դրամ։ Չնայած թանկացմանը ծանրաբեռնված ժամերին ակետից B կետը հասնելու համար քաղաքացիները դեռ նման փորձությունների միջով են անցնում։ Այն որ խնդիր ունենք, այո, դրանից այն որ ասում եմ չեն կարող խուսափել, էլի, դրա համար է, որ այս տարի տենց նախատեսում ենք, որ եւս 45 տրոլեյբուս բերենք եւ տեղյակ եք շատերը, որ քննարկումներ կա եւ ինչ որ մի փուլի ասա, այս բան չգիտեմ, ինչ հաջողություններ ունենք այդ մասով, բայց նաեւ 250 նոր էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու մասին ենք մենք հայտարարել։ Այս թողարկման համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրատվությունը անընդհատ թարմացվում է azatutun.am կայքում, հետևեք մեզ նաև սոցցանցերում, YouTube-ով դիտեք, հաջողություն։